դեդլայնը բարձրացնել մեր հերոսների համար, ովքեր համինարվի գտնվում են բանտախցերում, եւ պահանջ ներկայացնել, որպեսզի նրանք շուտապույտ ազատ արձակվեն։ Ողջունում եք այս մտածողական պայմանների շուրջ եք ողջունում։ Ոչ, առաջի հերթին պայմանները իհարկե պետք է բարելավեն, եթե նրանց այնտեղ պահում են, բայց իհարկե նպատակային է, որպեսզի նրանք ազատ արձակվեն։ Նամակի բովանդակությանը ձեզ կծանոթացնի Ստելա Աղաջանյանը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան պարոն Արադ Թաթոյանին։ Դիմում, հարգելի պարոն Թաթոյան, մեր երկրում 2016 թվականին հունվարից տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հանգեցրել են մի շարք քաղաքացիների քրեակատորական տարբեր հիմնարկներում եւ ԱԱԾ-ում ամիսներ իր վեր գտնվելուն։ Մարդու հիմնարար իրավունքների 1948 թվականի Ժնևյան հռչակագրի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն եւ ապահովելու համար ձեռնարկված եւ կալանավորված ձերբակալված ներեցեք եւ կալանավորված անձած պահելու մասին ՀՀ օրենքի 15 եւ 18-րդ հոդվածները, ՀՀ սահմանադրության 3-րդ, 31-րդ, 33-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածներով կալանավորվածների եւ նրանց ընտանիքների անդամների երաշխավորված իրավունքները պահանջում ենք ձեր միջնորդությունը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների ղեկավարների առաջ ողջամիտ ժամկետներում կազմակերպելու վերոնշյալ անձանց հանդիպումները իրենց ընտանիքների անդամների, ծնողների, կանանց եւ երեխաների հետ։ Պահանջում ենք ազատություն Շիրայր Սեյֆիլյանին, Սասնա ծռերին, Հայաստանի բոլոր թաղ բանտարկյալներին։ Եկեք։ Ես նորաբն եմ մարդու պաշտպանների քարտուղարը։ Հայերի գործը նա։ Եվ կարող ենք ակնկալել։ Այսինքն, ինչքան է օրենքով ժամկետը 30 օր է, բայց չի պարտադիր չի 30 օրվա 33 օրը ստանալ պատասխան։